Գիտեք, կարծում եմ օրվա իշխանությունները երբ այսքան ժամանակ կասկածի տակ էին դնում սոցիոլոգիական հարցումների պատկերը, արդյունքները, ինձ թվում է հետաքրքիր պատասխան կարող են դիտարկել նաև հենց այսօրվա Ազատության հրապարակում հանրահավաքը, որ այնպես չէ, որ այդքան երկար նախապես իրազեկվել էր։ Պարոն Վարդևանյան, նաև խոսակցություններ կային, որ Սամվել Կարապետյանի ուղերձը արհեստական բանականությունով է գեներացված, դա իրական ուղերձ էր, թե ամեն դեպքում գեներացված։ Կարծում եմ ցանկացած փոքր-ինչ գիտելիք ունեցողի համար ակնհայտ է, որ դա հենց Սամվել Կարապետյանի խոսքն էր, մի գաղտնիք էլ բացեմ, երբ տեսա ուղերձը ձայնագրվում էր, ես ներկա եմ եղել եւ կարծում եմ չափազանց կարևոր շեշտադրումներ ներկայացրեց Սամվել Կարապետյանը, իր խոսքը սպասված էր, իր խոսքը սպասելի էր, կարծում եմ թե մեր հայրենակիցների համար, թե կարծես թե իշխանության որոշ ներկայացուցիչների համար եւ հանուն արդարության մի գաղտնիք էլ բացեմ, մենք դատախազությունից այդքան խնդրում էինք, որ պատասխան ստանանք։ Միայն 3 նախորդող օրը մենք ստացանք երեկոյան պատասխան, այսինքն ապրիլի 9-ին ենք ստացել, որից որոշ հետևություն հնարավոր էր անել, որ տեսա ուղերձներ կարծես թույլատրվում են։ Ամեն դեպքում դա է իրավիճակը, բայց երբ ներկայացրեցի պատասխանը իրավիճակը պարոն Կարապետյանին, վերջինիս մոտեցումը այն էր, որ ներկայացնելու է տեսա ուղերձ։ Շնորհակալ եմ։